Ժորժան, նոր հանդիպում ենք ունեցել դալարիքում, փորձել ենք և տեղական հարցեր և ընդհանուր հարցեր քննարկեցինք, կարծում եմ իրար լավ հասկացանք։ Հիմա ստե մի քիչ ավելի ոտի վրա, ավելի կարճատև հանդիպում է, ուզում եմ հավաստիացնել ձեզ, դիմել ձեզ, որ եթե ձայնը տակ Հայաստան դաշինքին, հաստատ չեք փոշմանելու։ Մենք մեր խոսքի տեր ենք եղել միշտ և իմացեք, որ այդ առումով ոչինչ բան չի փոխվել, ուրեմն այդ միանշանակ իմացեք։ Մեր նպատակը պահպանել մեր ազգային արժեքը համակարգը, մեր նպատակը զարգացնել տնտեսությունը և երևի այս վիճակում ամենից գլխավոր նպատակը ապահովել մեր անվտանգությունը։ Դրանից մնացած հարցերը մի քիչ երկրորդական են, մնացած ծրագրերում։ Թիմը ուժեղ է, ունի փորձառություն, ցույց է տվել, որ կարող է լինել իշխանություն և կարող է լինել ընդդիմություն։ Սա գիտեք կան մարդիկ, ես նաև այդ փորձը ունեմ, նախարարներ, որ լավ նախարարներ, բայց որպես ընդդիմադիր դուխը չկար։ Տարբեր բան է լինել իշխանություն, տարբեր բան է լինել ընդդիմություն, հատկապես Հայաստանի պես երկրում։ Մենք ցույց ենք տվել, որ և այնտեղ ենք լավ, արդյունավետ, և այստեղ ենք պայքարող առանց հետ նահանջի։ Ուրեմն ժամանակն է պատասխանատվություն ստանձնել և երկիրը առաջ տանել։ Եվ կրկնեմ առաջերտին անվտանգություն։ Այն ինչ առաջարկվում է, դա անվտանգություն չի։ Դա մեկ մարդու տրամադրությունից կախված իրավիճակ է, որը կարող է փոխվել և աջ և ձախ, մենք ուզում ենք հարատևելի, կայուն և երաշխավորված անվտանգություն, գիտենք ինչպես է դա կարելի անել և անպայման անելու ենք։ Հիմա տրամադրություններդ ոնց է։ Մարտական, ուժեղ ենք։ Ուրեմն, միասին կարող ենք, միասին, երորդ, միասին կարող ենք։ Ամսի 7-ին համար 17-ին, ամսի 7-ին համար 17-ին, ապրեք, շնորհակալություն, շնորհակալություն Ժողովուրդ ջան, որ հավաքվել եք, շնորհակալություն, որ ստեղ եք։ Հիմա ասում են ֆոտոսեսիան սկսվում է։ Տարբերակ չկա, չէ։ Նենց անեք, որ դուք չթրջվենք, մեր մեքենաները մոտ են, բայց մենք փախչող չենք, ոչ անձրևից, ոչ էլ պացիենտից, թեկուզ շատ է բան անում, էլի շատ է խոսում։